Շնորհակալություն արգելի նախագահող, արգելի ներկաներ փողոցում այս քննարկումները ընկնդրող հարյուրավոր մեր հայրենակիցներ իրենց տներում մեզ հետևող մարդիկ հայեր։ Նախ եւ առաջ ուզում եմ խոսել մինչև այս քննարկումները տեղի ունեցած մի քանի դրվագների մասին։ Մենք մեր լսումները սկսեցինք հարգելով Վալոդյա Գասպարյանի հիշատակը որպես նիկոլական ռեժիմի զոհ, բայց փաստենք, որ նիկոլական ռեժիմի զոհերը շատ ավելին են Փարք Հավիտյան 5000 զոհվածներին 44-օրյա պատերազմին, հոգու հանգստություն 10,000 մարդու, ով մահացավ Նիկոլի անփութ պայքարի արդյունքում կորոնավիրուսի դեմ, հարյուրավոր մարդիկ զոհվեցին տարբեր կարճաժամկետ պատերազմների ընթացքում, արդեն բնավորություն է դարձել 1 օրվա պատերազմ, 2 օրվա պատերազմ, 3 օրվա պատերազմ, լավա միջուկային զենք չեն գցել վրեքներս, թե չկներ մի վայրկյանի պատերազմ։ Եվ այդ բոլոր զոհերը Նիկոլ Փաշինյանի խղճին են։ Իր խղճին Արմեն Գրիգորյանը, գեներալ Մանվելը, բազում այլ մարդիկ։ Եվ ես ուզում եմ սա ֆիքսենք, որ մենք հարգել ենք ոչ միայն, եթե դեմ չեք, Փարաքյարի զոհված սպանված քաղաքապետի հիշատակը, այլ նաև Նիկոլ Փաշինյանի ռեժիմի բոլոր զոհերի հիշատակները։ Երկրորդը դալիճ էի մտնում, այս մասը շուտ լցվեց, այն մասը ուշ։ Հասկացա, որ հոգեբանորեն հավաքվել են մարդիկ, որոնք չէին ուզում նստել այնտեղ, որտեղ այսօր նստած է ՔՊ-ն։ Մի տեսակ կաշկանդվածություն ունեին, զզվում էին երևի թե։ Ես դες շատ լավ հասկանում եմ, բայց երկու բան եմ խնդրում։ Վաղ թե ուշ նրանք գնալու են, նրանք հավերժ չեն եւ ոչ մի բան իրենցը չէ, ոչ սա, ոչ նա, ոչ նա։ Հետևաբար պատրաստ եղեք տեր կանգնելու նորից մեր երկրին եւ մեր ազգային օրակարգին։ Եվ երկրորդը, իրենց գնալուց հետո լիքը գործ կա անելու։ Եվ այո, ճիշտ էին այն ելույթ ունեցողները, որոնք բարձրացնում էին ոչ միայն Հայաստան առանց Նիկոլի, այլ Հայաստան Նիկոլից հետո խնդրի մասին։ Հայտարարության հեղինակները մի շարք ճանապարհային քարտեզի տարրեր ներկայացել են իրենց հայտարարության մեջ։ Իհարկե դա բավարար չէ, եւ ուզում եմ այս մարդկանց հեղինակներին, իմ ընկերներին, պատիվ ունեմ խմբակցության արդեն շնորհավորել այս լսումների հաջողության հետ կապված։ Ինչու՞, երկու բաղադրիչով։ Ես կուզենայի մեր ազգային ժողովը այսպիսի տեսք ունենար, ոչ թե ֆիզիկական, այլ քաղաքական մտքի, ինչպիսին այսօր է, եւ այն միախմբվածությունը, որ այսօր այս ամբիոնից մենք լսում ենք, տարբեր մեկնաբանություններով, տարբեր ելևեժներով, այնուհանդերձ նախանձելի է։ Վաղուց այսպիսի բան չեմ լսել ցավոք սրտի։ Եվ երկրորդը իհարկե շատ ուրախ եմ եւ անձամբ ողջունում եմ Հայաստան Դաշինքի իմ ընկերների եւ գործընկերների վերջապես կատարած քայլը միանալու այս գործընթացին։ Ափսոս էին իհարկե 4 ամիսները, ափսոս էին նոր կորուստները, որոնք տեղ ունեցան այս ընթացքում, բայց ինչև է, հուսով եմ միասին մենք կկարողանանք կանխել նոր կորուստներ։ Այստեղ իմ ընկերներին մի բան եմ ուզում խնդրեմ։ Ելույթները այստեղից մի էմոցիայի եւ մի ազնվության եւ մի հուզականության ու ճշմարտության մեջ են, բայց նայում եմ հիմա ԶԼՄ-ներում ինչ է կատարվում իրենց սպասարկող քարոզչամիջոցներով, տղեկ տպավորություն է ստեղծվել, որ տվել եք ձեր համաձայնությունը մեզ ինադու, ոչ թե հանուն Նիկոլի հեռացման։ Մի արեք այդպես։ Ես հավատացի այն ամենին, ինչ որ այստեղից դուք մեզ փորձեցիք ասել եւ ասացիք։ Հետո մի հարամեք ձեր իսկ մատուցած մատաղը, որովհետեւ մատաղը պետք է ընդունելի լինի, ոչ թե հարամվող։ Հետևաբար խնդրում եմ ձեզ, հրահանգեք հենց հիմա ձեր բոլոր տարաբնույթ քարոզիչներին անջատել թեզը, թե բա տեսակ ինչ եղավ, որ Նիկոլին հեռացրինք, թե դուք արդեն փոքր բանից այնքան եք ուրախանում, որ ինքները ձեր տեսակետի փոփոխությունը դարձել է ձեզ համար ուրախության առիթ։ Չեմ հասկանում։ Իմ արև չեմ հասկանում։ Խնդրում եմ, Հայաստան Դաշինք, ես դες հավատում եմ, դուք մի մասը իմ ընկերներն եք, մի մասը իմ գործընկերները, անջատեք ձերոնց այս քարոզչությունը, որ ավելի շատ թույն է, քան պարարթող համապատասխան համատեղ աշխատանքի համար։ Ես վստահ եմ, որ մենք միասին կարող ենք հեռացնել Նիկոլին։ Ոչ միայն մենք եւ դուք, դա նախապայման է սահմանադրական, ինչի համար շնորհակալ եմ նորից ու ողջունում եմ, թեկուզ 4 ամիս անց, այլ նաև տասնյակ հարյուրավոր հասարակական քաղաքական ուժեր, գործիչներ, կառույցներ
100 հազարավոր մեր քաղաքացիներ։ Այստեղից նաև մի շարք այլ ելույթներ հնչեցին, ուզում եմ անդրադառնալ իմ գործընկերներին, մասնավորապես ՀԱԿ կուսակցության իմ գործընկերոջը, պարոն Լևոն Զուրաբյանին։ Շատ շնորհակալ եմ իրեն, որ այս ամբիոնից վերջ տվեց մի մեքսիկական սերիալի սյուժեին, որը ի դեպ էփում էին այն նախորդ հարցի ժամանակ հեռախոսովս ակնարկած ուժերի մի մասը, այո, մենք ձեզ հետ չենք էլ պատրաստվում գնալ ընտրությունների մասին, իսկ ձեզով էր ասել, որ մենք ուզում ենք նման բան կա մեր մտքին, այդ ինչ նոր խասյաթա հորինել Սիրավեպ հանրապետականի հետ, հետո դուրս գալ ասել մատանիս հետ եմ տալի։ Մենք մենակ մեր երկիրն ենք սիրում, բոլորիդ էլ հարգում ենք։ Հետևաբար շնորհակալ եմ պարոն Զուրաբյանին, որ ասաց, որ նման բան չկա, բայց եկեք չսպասարկենք կեղծ օրակարգեր նաև, հա։ Պարոն Աղազարյանը, չգիտեմ այստեղ է չէ։ Հուսով եմ հետո կհասցնեն։ Մեր կուսակցությունը, ես անձամբ գոնե, երբեք ձեզ պրոյեկտ չեմ համարել։ Մի վերագրեք ձեզ բաներ, առանցատել լիքը բաներ ձեր հասցեին ասում են։ Մի վերագրեք ձեզ բաներ, որոնք ձեր հասցեին մեր կողմից առնվազն չեն ասվել։ Բայց անկեղծ ասեմ, եթե իրոք չեք ուզում ընկալվել պրոյեկտ, ապա ուրիշի պրոյեկտներից մի կարճեք։ Ուրիշի պրոյեկտներին մի բերեք այս ամբիոնի ծանոներ հնչեցրեք, վարշապետի թեկնածու դարձրեք, չեք ուզում պրոյեկտ դիտվել, քավլիցի, ուրիշի պրոյեկտների հետ քիչ խաղացեք, պրոյեկտ չեք դիտվի, շատ պարզ։ Հաջորդը։ Պարոն Աղազարյանն ասաց նաև, որ Հայաստանի բոլոր ընտրությունները կեղծվել են։ Շեֆս կասեր «յա իրոք», իսկ ես կհավելեմ հետևյալը։ Չեմ ուզում մտնեմ այդ դիսկուրսի մեջ։ Մենք ունեցել ենք իդեալական ընտրություններ 35 տարվա մեջ, երբեք, անգամ են ռոմանտիկ ընտրությունները գերագույն խորհրդի, այսօրվա ժողովրդավարական չափանիշներով կներեք իդեալական չէին, այդ մեխանիկայի տեսակետից։ Հետևաբար մտնել ընտրությունները վատն էին բոլորը թեմայի մեջ, նշանակում է ջուր լցնել, հուսով եմ տվյալ դեպքում ակամայից Նիկոլի Ջրաղացին, որտեղ եթե ընտրությունները 35 տարի միայն վատն էին, ուրեմն մեր պետությունը վատն էր, ուրեմն այս պետությունը պետք է ջնջել ու հռչակել 4-րդ հանրապետություն, պարզ չի տրամաբանական շղթան։ Այդ բարբար բոլոր նրանք, ովքեր ասում են, որ Հայաստանում երբեք չի եղել պետական երաշխավորված ինստիտուտներ, չեն եղել ընտրություններ, չի գործել օրենք, ես իմ ինչ հազար ու մի բան, այդ մարդիկ գուցե ակամա ջուր են լցնում Նիկոլ Փաշինյանի Ջրաղացին, որտեղ եթե դու վարկաբեկում ես այնինչ, որ դու ունեցել ես, դա անում ես տոտալ ձևի, նշանակում է դու ուզում ես նորը, այդ որ նորը, այդ ինչն է այդ նորը, երկրից ցավը տանեմ, այս քարտեզն է նորը, այս քարտեզը մենք ունեինք, 35 տարի առաջ էլ ունեինք, բայց մենակ այս քարտեզը չէր, կողքը էլի քարտեզ կար, ու այդ պատի վրա խփած չէր, բայց ըստեղ լիքն էր, և շատ ավելի շատ էր, ոնց չէինք ֆայում էին վաղտ մեծը խփեինք, որ հետո փոքրացնելուց բոլորը տեսնեին ինչ, չես ով աչկունի տեսնում է դա, իհարկե, հարգելի գործընկերներ, մենք այս տեղից որևէ հարց հիմա չենք լուծելու, մենք ոչ մի բան չենք որոշում, որպես որոշում, հետևաբար խնդրում եմ իմ այն մտահոգ և սրտացավ գործընկերներին, որոնք այստեղից ակնկալիքներ ունեն, այստեղից ակնկալիքը ձեր խոսքն է, ձեր պատրաստակամությունն է, ձեր կողմից հայտնված մտքերն են, ձեր առաջարկություններն են, սա է այսօրվա այս հարթակի իմաստը, և այլ ակնկալիքներ եկեք այսօր հատկապես էլի միամիտ լինելով հանդերձ ու մեր ժողովրդի մոտ այս պահից չձևավորենք։ Հաջորդը։ Հաջորդը հետևյալի մասին է։ Այո, Նիկոլը ամեն ջանք գործադրում է, մեր հողերը հանձնել է, մեր հայրենիքի մի մասը հանձնել է։ Հիմա շատ կարևոր բան է անում իր համար, տգետ ձևի անում, փնթի անում, բայց քանի որ համառ է և աշխատասեր, նա անում է դա շատ չակերտավոր նախանձելի հետևողականությամբ, հիմա նա հանձնում է մեր հոգիները, որովհետև եթե հանձնեց մեր հոգիները, հանձնեց Ալիևին, եթե մեզ բոլորին համոզեց, որ ցեղասպանության ճանաչման համար պայքարելը սխալ էր, Շուշի ազատագրելը սխալ էր, եկեղեցի առաքելական հավատքն ընդունելը սխալ էր, հայ լինելը սխալ էր,
ու մենք պետք։ Այսինքն, եթե առաջ ինքը մեզ հանձնում էր մաս, կներեք բառիս համար այդ մանիպուլյացիայով ծախելով մեր հոգիներն ու Ալիևի վրա եւ փոխելով մեր սրտերը, մեր արժեհամակարգը ծախում է բիրիքով։ Հիմա ավելի վտանգավոր էտապ է, որովհետեւ նա եւ իր տերերը, ովքեր իրեն քշում են, տեխնոլոգիական իմաստով, այդ բանը հասկացել են։ Եվ impeachment-ի անունը ինչ ուզում եք դրեք, non-confidence vote, impeachment, ինչ ուզում եք դրեք, դա կարևոր չի։ Կարևորը այն է, որ մենք այլևս որոշենք, որ չենք ասելու հետևյալ 3 նախադասությունները։ Եկեք չասենք, որ Նիկոլը պետքա հեռանա, որովհետև նա հրաժարական չի տալու, նա հրաժարականով չի հեռանալու։ Եկեք հանենք այդ խոսույթից, որովհետև դա սուտ բան է, նա չի հեռանալու իր կամքով։ Եկեք չասենք, որ Նիկոլը պիտի հեռացվի։ Ինչու՞, որովհետև այդ պիտի հեռացվի մեջ չի հասկացվում այդ վին ով է, այդ ով է հեռացնողը։ Այդ եղել անձնական պատասխանատվությունից եկեք չխուսափենք եւ նման գեղեցիկ բաների մեջ այլևս չփորձենք պահկվել։ Եվ երրորդը, եկեք չասենք, որ ժողովուրդը պիտի հեռացնի Նիկոլին, որտեղ մի ժողովուրդ էլ ես եմ, մի ժողովուրդ էլ դուք եք, մի ժողովուրդ էլ 100 հազարավոր մեր քաղաքացիներն են, որ այս ամեն ինչը նայելու են, լսեն, քննարկեն եւ այլն։ Այդ ինչ վերացական ժողովուրդ է։ Եկեք այսպես բանաձևենք էլի մեր այսօրվա պարտավորություն ազգովի, ես պիտի հեռացնեմ Նիկոլ Փաշինյանին, ես։ Եթե մենք այս բանաձևը մխրճենք մեր գործելավոճի, մեր մտածելակերպի մեջ, հավատացնում եմ ձեզ, շատ փոքր է հավանականությունը, որ Նիկոլ այս անգամ եւս կպլստա։ Իսկ եթե անգամ փորձի պլստալ, ապա ինչպես իմ երկու գործընկերներ Միրան Հակոբյան եւ Սուրենը Սոյինյանց այստեղից արդեն ասացին, impeachment-ը ինքնին նախաձեռնելով դա արդեն քաղաքական հաջողություն է երկրի համար։ Ոչ միայն ընդդիմության միախմբվածության տեսակետից։ Առաջինը, դա սահմանադրական սուր է, որ կախվում է Նիկոլի իշխանության գլխին։ Երկրորդը, դրսի աչքերով զավեշտալի է, որ տարի ու կես է մենք պայքար չունենք։ Նիկոլ անում է ինչ ուզում է, մենք բոլորս ինչքան դրսում մարդուն ենք, նամակ ենք գրում, զանգում ենք, ասում ենք, ես ինչ է կատարվում, խիմիա ծպտուն չեք անում, իհարկե եվրոպացիք ցինիկ են, բա լուրջ քաղաքակրթություն է։ Ասում են, այդ ձեր երկրում ինչ է կատարվում, որ դուք էլ մեզանից բան եք ակնկալում, բողոքել եք, ցույց եք անում, գործընթաց կա։ Impeachment-ը այն գործընթացն է, որով նաև դրսի աչքերում մենք պետք է պարտավոր ենք ցույց տալ, որ հայ ժողովուրդը համերաշխ չի Նիկոլ Փաշինյանի քաղաքականության հետ, որ Նիկոլ Փաշինյանի գլխին կախված է իշխանազրկման սուրը։ Եվ վերջինը, ամենավերջին հիմնավորումս ասեմ ու գնամ։ Տեսեք, Նիկոլը անպատիժ է մնացել։ Այս 7 տարվա մեջ ինչ արել է, չի պատժվել։ Անպատժությունը, անպատժելիությունը մի վտանգավոր բան է բերում առաջ, ծնում, դա ամենաթողությունն է։ Նիկոլը գնում ամենաթողության ճանապարհով։ Եթե սահմանադրական, կազմակերպված եղանակով սրա դեմ պայքարել չի ստացվում այս ուղղու ճանապարհի դեմ, մնում է ուրիշ ճանապարհ, ծայրահեղականությունը, որը պակաս վտանգավոր չի Հայաստանի ցնցումների հեռանկարի առումով։ Եվ եթե մենք գիտակից մարդիկ, ընդդիմություն, քաղաքացիներ, հասարակական կազմակերպություններ չենք հասկանալու, որ իրավունք չունենք թողնելու Հայաստանի ապագան անպատժելիության եւ ծայրահեղականության մենամարտի, որտեղ երկուսն էլ չեպե է։ Եթե մենք չենք կարողանալու հանել այս մեր երկիրը այս վիճակից առանց ծայրահեղականության, բայց պատժելով ամենաթողությունը, մենք որևէ շանս չունենք, որովհետև այլևս նահանջի տեղ չունենք ոչ միայն մեր քարտեզով, մեր հայրենիքի քարտեզով, այլ նահանջի տեղ չունենք մենք ինքներս մեր մեջ, որովհետև երբ որ մեզ այնքան են ապաճացրել, որ մի հատ էլ այս մեր գլխուղեղում եթե նահանջեցինք, կներեք ուղեղից մտնելու եք ուղեղիկի մեջ, գորշ նյութից սպիտակ նյութի մեջ ու պրծավ, մարդն էլ, հայն էլ, հայ ժողովուրդն էլ, Հայաստանի Հանրապետություն բնակչություն չունի, ունի աշխարհագրական, տնտեսական, մեզանից բնակչություն չսարքեք,
Հայաստանի Հանրապետությունը ունի այն հիմնադրած ժողովուրդ եւ իմպիչմենտը հնարավորությունն է, որպեսզի ժողովրդի ձայնը, կամքը, ապագայի տենչանքը հասնի առնվազն բարոյական հաղթանակի, էլ չասեմ ավելին։ Շնորհակալ եմ, կներեք։ Շնորհակալ